Բարի երեկո, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառին Մութաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունները Հայաստանից և աշխարհից։ Թեհրանի ազդանշանը Երևանին, Թրամփի ուղին անվտանգության սպառնալիք։ Քարտ բլանշ ընտրակեղծիքների համար կամ բրյուսելյան աջակցության իրական նպատակը, ինչ մտավախություններ ունի փորձագիտական դաշտը։ Նոր սահմանափակումներ Երևանի դպրոցներում քաղաքային իշխանության ծրագրի հետքերով։ Վիրտուալ տիրույթում եղեք նույնքան զգոն, որքան իրական տիրույթում եք, Կենտրոնական բանկի նախագահի մեսիջը հանրությանը։ Եվ ինչու է թանկանում ոսկին ու ինչպես պահպանել եկամուտները ոսկու թանկացման պայմանում։ Գործող իշխանության համար խաղաղությունը շատ մոտ է, տեսանելի, իսկ Վաշինգտոնյան փաստաթղթից հետո նաև արդեն շոշափելի։ Սակայն այն պայմանավորվածությունները, որոնք պաշտոնական Երևանի համար դարձել են անվտանգության բարձիկ ու խաղաղության երաշխիք, տարածաշրջանի մյուս խաղացողների համար դարձել է մոտալուտ հնարավոր հարված սեփական երկրի անվտանգությանը։ Թեհրանն այս անգամ հստակ հավասարության նշան է դրել Թրամփի ուղու եւ Զանգեզուրի միջանցքի միջև։ Պաշտոնական Երևանի համար անհանգստանալու կարիք չկա, իսկ Հայաստանի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականի խոսքը։ Մամուլի քարտուղարի խոսքով Հայաստանի դիրքորոշումը պարզ է։ Ինչ է զգուշացնում Իրանն ու ինչու է Թրամփի ուղին համարում ուղիղ սպառնալիք երկրի անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը, ռեպորտաժում։ Մեկ նախադասություն, մեկ անուն եւ մի քանի բառ, որոնք կարող են փոխել տարածաշրջանային հաշվարկները։ Թրամփի ուղին փաստացի նույնական է Զանգեզուրի միջանցքին։ Այս հայտարարությունն արել է ոչ թե շարքային դիվանագետ, այլ Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերի խորհրդականը։ Ակնհայտ է, որ հայտարարությունը կատարվել է շատ բարձր պաշտոնյայի կողմից, այն պաշտոնյայի կողմից, որի խորհուրդներով եւ մասնակցությամբ ըստ էության Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդը սահմանում է կարմիր գծեր եւ ուղենիշներ, որի շրջանակներում էլ պետք է գործի այդ երկրի պաշտոնական դիվանագիտությունը, հետեւաբար հայտարարությանը պետք է մոտենալ ամենայն լրջությամբ։ Վելայաթին Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպման ընթացքում հիշեցրել է Իրանը դեմ է ցանկացած միջանցքային տրամաբանության, քանի որ այդ սցենարը կարող է հանգեցնել ՆԱՏՕ-ի հայտնվելուն Իրանից դեպի հյուսիս, լուրջ ռիսկեր ստեղծելով հյուսիսային Իրանի եւ հարավային Ռուսաստանի անվտանգության համար։ Իրանն ի սկզբանե դեմ է հանդես եկել միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն եւ վախենում է իր անվտանգությանը սպառնացող վտանգներից։ Ի պատասխան Իրանում Հայաստանի դեսպանությունը բավարարվել է պաշտոնական հայտարարությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ Իրանի մտավախություններն անհիմն են։ Թրամփի ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։ Իսկ իրականում իսլամական պետության հայտարարությունն Իրանի ուղերձն ու նախազգուշացումն էր ուղղված մի շարք երկրներին, ասում են մասնագետները։ Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի խոսքով Իրանի քաղաքական ղեկավարությունում դիսոնանս է տեղի ունեցել պայմանավորված մերձավոր արևելքում ամերիկյան քաղաքական պլանների ֆեդերալիզացիայի գործընթացի հետ։ Փորձում են Իրանի վերջնականապես չեզոքացնել, դուրս բերել, եւ Իրանը պարզ է, որ պիտի օգտագործի այս հնարավորությունը խնդիրներ ստեղծելով նվազագույն ամերիկյան ռազմավարական շահերի համար հենց այս տարածաշրջանում։ Այսուհանդերձ Ռուսաստան, Իրան, Թուրքիա մերձեցումը Թուրքմենստանում, Աշխաբադում վերջերս խոսում է այն մասին, որ ձևավորվել է մեր տարածաշրջանում նվազագույնը 3 գումարած 3 ձևաչափի մասին է խոսքը, կոնսենսուս, որ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավումը դառնալու է լուրջ խնդիր տարածաշրջանում անվտանգային ճարտարապետությունը վերափոխելու կամ վերաիմաստավորելու տեսանկյունից։ Մինչ Գասպարյանն այս փոփոխությունները վտանգավոր է համարում, ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ Հայաստանը որևէ պարագայում չի կարող կյանքի կոչել նախագիծ, որը կհակասի երկրի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։
Մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց գայունությունները, իրենց շահերը հաշվի առնված են։ Ըստ փորձագետների Իրանի այս ուղերձը հստակ ազդանշան է Իրան-Իսրայել պատերազմից հետո իսլամական պետությունը վերականգնվել է եւ պատրաստ է արձագանքել ցանկացած անվտանգային սպառնալիքի դեպքում։ Մեծ պայծառատես պետք չէ լինել հայտարարելու, ասելու, որ իրանական կողմը ամբողջ մերձավոր արևելյան տարածաշրջանով մեկ փորձում է Միացյալ Նահանգներին հեռու պահել իր սահմաններից, դիտարկելով այդ պետության ներկայությունը որպես վտանգ, ռիսկ սեփական անվտանգության համար, հետեւաբար այս համատեքստում մեր տարածաշրջանում եւս հարավային Կովկասում եւս ամերիկյան ներկայության եւ ազդեցության մեծացումը բնականաբար չի բխում իրանական կողմի շահերից։ Սա չի նշանակում, թե Իրանը դեմ է ընդհանրապես Հայաստան-Ամերիկա հարաբերություններին։ Ստեղծված իրավիճակում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանելու եւ զարգացնելու մասին մտածել է հորդորում իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Հիշեցնում է, թե Իրանը որքան կարևոր տեղ ունի Հայաստանի անվտանգային ճարտարապետության մեջ։ Խոսքը վերաբերում է հատկապես հարավային Հայաստանի անվտանգությանը եւ այս իմաստով որևէ կնճիռ, որևէ խոչընդոտ, որևէ մտահոգություն չեմ կարծում, թե պետք է մնա իրանական կողմի հետ, ուստի ջանքերը պետք է կրկնապատկել, եռապատկել եւ լուծել արկա մտահոգությունները, փառատել դրանք։ Թրամփի ուղի կոչվող նախագիծը Իրանին հրամցնել որպես բացառապես տնտեսական նախագիծ Հայաստանի մոտ չի ստացվելու։ Գասպարյանը վստահեցնում է, Իրանում լավ գիտեն, թե ինչ է այդ նախագիծը։ Իրանում շատ լավ հասկանում եմ, որ սա ոչ թե տնտեսական նախագիծ է, սա տարածաշրջանի էթնոգրաֆիկ, ժողովրդագրական, գեոքաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ անվտանգային դիմագիծը փոխելուն ուղղված առաջիկա 30 տարվա մասին է խոսքը։ Մեգա նախագիծ է, որի ընդամենը 42 կիլոմետրանոց հատվածն է կոչվում Զանգեզուրի միջանցք։ Իրականում սա շատ ավելի մեծ ծրագիր է։ Իրանի այս քաղաքական ուղերձը միայն Հայաստանին չէր ուղղված, կարծում են զրուցակիցներս, այն բոլորի համար է։ Սյունիքով անցնող 40 կիլոմետր ճանապարհի վրա բախվում են մի շարք պետությունների շահեր։ Որպեսզի այն չդառնա անկառավարելի միջանցք, ըստ քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի պետք է վարել ճիշտ լոբինգ, ապա շրջափակել տարածաշրջանի բոլոր ճանապարհները։ Սադամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Իրանը խոսում է հնարավոր վտանգների մասին, նույն տարածաշրջանի մյուս խաղացող Թուրքիան խոսում է խաղաղության մասին։ Էրդողանը հայտարարել է, որ գալիք տարում պատրաստ է խորհրդանշական քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն Անկարայում դեսպանների համաժողովի ժամանակ իր ելույթում շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանն Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Իսկ պաշտոնական Երևանը Բրյուսելի աջակցությունն է խնդրել խորհրդարանի ընտրությունից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցում։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների եւ ներկայացուցիչների մասնակցությամբ։ Սակայն սովորական նախաճաշի արմատներն ավելի խոր տեղում պետք է փնտրել։ Փորձագիտական դաշտը համոզված է, որ սրանով Փաշինյանն ու իր թիմը ուզում է քարտ բլանշ ստանալ գալիք ընտրության ընտրակեղծիքների համար։ Ընտրողական խաղ թե ԵՄ աջակցություն, ինչ է խնդրում Հայաստանը Բրյուսելից, Անի Աբաղյանն է ուսումնասիրել։ Ընտրություններից առաջ Հայաստանը Եվրամիությունից աջակցություն է խնդրել։ Դուք գիտեք, որ Հայաստանում մյուս տարի ընտրություններ են, եւ մենք պետք է տեսնենք, թե ինչ կարող ենք անել նրանց օգնելու համար։ Հայերը դիմել են մեզ, խնդրելով արտաքին միջամտության դեմ պայքարում նույնպիսի աջակցություն ցուցաբերել, ինչպիսին մենք տրամադրել էինք Մոլդովային։ Հայաստանի նման առաջարկը պետական դավաճանություն է որակել ՀԱԿ փոխնախագահը։ Նրա խոսքով Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար կեղծ մեղադրանքներ է ներկայացնում ամբողջ ընդդիմության դեմ։ Փաշինյանը փաստորեն իր բոլոր ընդդիմախոսներին հայտարարում է Ռուսաստանի կողմից վարվող հիբրիդային պատերազմի զինվորներ եւ Եվրոպայի աջակցությունն է խնդրում նույնպիսի հակաժողովրդավարական գործողությունների համար։ Կալասը նշում է, աջակցություն տրամադրել այնպես, ինչպես տրամադրել ենք Մոլդովային։ Իսկ ինչ աջակցություն է ցուցաբերել Եվրամիությունը Մոլդովային։ Եվրամիությունը Մոլդովային քաղաքական եւ դիտորդական աջակցություն է ցուցաբերել, ֆինանսական մեծ ներդրում ունեցել։ Լևոն Զուրաբյանն էլ նշում է, երկու կուսակցության ուղակի դուրս են նետել ընտրությունից, իսկ ընտրության արդյունքը որոշվել է Եվրոպական միության երկրներում ապրող մոլդովացիների աննախադեպ ակտիվ քվեարկության շնորհիվ։ Արթուր Խաչատրյանն էլ նշում է, Հայաստանի գործող իշխանությունն ամեն ինչ անում է 2026-ին վերընտրվելու համար։
Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանը մի ակնկալիք ունի՝ մնալ իշխանության եւ պատրաստ է դիմել ցանկացած մեկին, Ալիևից սկսած իդեպ։ Հիմա ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում մանավանդ Եվրոպական միության եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների սրման այս պայմաններում ակնհայտ է, որ Եվրոպական միությունը կցանկանար օգտագործել Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանը հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի համար է աջակցություն խնդրել Եվրամիությունից, նշում է Ռուբեն Ռուբինյանը։ Եվրամիության գործիքակազմի փորձի փոխանակման կարիք ունի Հայաստանը, նշում է ԱԺՊ նախագահը։ Տեսնում ենք հավանականություն, որ կարող է լինել միջամտության փորձ եւ այդ միջամտությունը կանխելու մեր գործիքակազմը մեծացնում է։ Այդքան է։ Միջամտության Տարբեր տեղերից։ Եվրամիությունից ասում են Ռուսաստանից։ Կիսում եք իրենց։ Ես չեմ լսել, որ իրենք այդպեսի բան ասեն։ Մամուլը բացել կարդալ է պետք, որտեղ ապատեղեկությունները կեղծիքը շատ են, կարծում է Արման Եղոյանը։ Պատգամավորը նշում է, հիբրիդային պատերազմ վարող կողմին ձեռնտու չի լինելու այդ գործիքակազմը։ Իսկ ինչպես են որոշելու, թե ով է վարող կողմը, երբ իշխանականներն ընդդիմադիր լրատվամիջոցների տեղեկություններն են կեղծ համարում, ընդդիմադիր գործիչներն էլ իշխանական լրատվամիջոցներին է։ Եղոյանը լուծում է առաջարկում։ Մարդ ունի բանականություն, մարդ ունի տրամաբանություն, մարդ ունի միտք, մարդ ունի վերլուծական ունակություն, կարող է բացել եւ տեսնել։ Տարբեր ուղղություններով Հայաստանի դիմակայության բարձրացման, այդ թվում հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ Հայաստան-Եվրամիություն գործակցությունը շարունակական է եւ նոր չի սկսվել։ Armenpress-ի հետ զրույցում ասել է արտգործնախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Բացառություն չէ ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համահունչ ապահովելու ճանապարհին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով փոխգործակցությունը ԵՄ աջակցությունը հաշվի առնելով այս ուղղությամբ ԵՄ ու անդամ երկրների փորձն ու գործիքակազմը։ Եվրամիությունից աջակցություն խնդրելն է իշխանությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Ընդդիմությունը ներքաղաքական պայքարում արտաքին ուժ ներգրավելու փորձ։ Նախընտրական շրջանն ու ընտրության օրը պարզ կլինի Եվրամիության աջակցությունը ծառայել է ժողովրդավարությանը, թե դարձել իշխանության վերարտադրության գործիք։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Իսկ խորհրդարանը դեռևս չի սպառել այս տարվա օրակարգը։ Ազգային ժողովի արտահերթ նիստի առաջին հարցը վերաբերում էր արցախցիներին բնակարանով ապահովելու նախագծին։ Հայաստան խմբակցությունը խոսել է արցախցիներից ստացած ահազանգերի մասին։ Ընդդիմադիր պատգամավորների խոսքով անձնագրային բաժիններում Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացում առաջանում են տարատեսակ խնդիրներ ու խոչընդոտներ։ Քննարկումը մեկ տեսաշարում առանց մեկնաբանության։ Քաղաքացիություն են ստացել մեր տեղահանված հայրենակիցներից 26233-ը, որից 16919-ը չափահաս եւ 8314-ը անչափահասներ են։ Մշակման մեջ, այսինքն քաղաքացիության համար դիմաց եւ դեռևս մշակման փուլում գտնվողների թիվը կազմում է քաղաքացիների թիվը կազմում է 6696 անձ։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած նման տեղեկություններ չունեմ եւ անձնագրային բաժանմունքներում որոշ անձնագրային բաժանմունքներում ես լանոները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրանց, կարծեք թե հետեւություններ արել են, որ խնդիրներ կա նույն քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Ես եթե պետք կլինի նաեւ ձեզ կասեմ եւ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր են արձանագրել, տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ բնակարան չեն ստանում, այսինքն կամ ինչ որ այդ տրված գումարը չի բավարարում, որպեսզի մարդիկ կարողանան լուծել իրենց բնակարանային խնդիրները։ Քաղաքացիության դիմելու հետ կապված անձնագրային բաժիններում քանի որ մեր նախարարության ներքո չի իհարկե ամբողջ տեղեկատվությունը բնականաբար չեմ կարող տիրապետել, բայց նաև գիտեմ, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար առանձին, այսինքն աշխատակիցներն առանձնացած, ովքեր միայն իրենց խնդիրներով են զբաղվում, այդ առումով հատուկ վերաբերմունքը կա, որպեսզի նաև տեղի ունենա արագացված ընթացակարգով քաղաքացիության դիմելիությունը։ Պատճառները գլխավոր պատճառը իհարկե քաղաքացիությունը չստացածներու
չստանալու հետ է կապված, որովհետև ստանալու եւ հավաստագրի դիմելու թվերը, քանակները բավականին իրար մոտ են։ Ինչն է խանգարում դիմել ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որ այս 1600 մեր հայրենակիցներ, ընտանիքներ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Միքայել arczepiskopos Աջապահյանին տեղափոխել են Իզմիրյան բժշկական կենտրոն։ Երեկ Միքայել arczepiskopos Աջապահյանի գործով նիստում Շիրակի թեմի առաջնորդն ասել էր, որ վիրահատության թույլտվություն է ստացել։ Իսկ Մայրաթորը հայտարարություն է տարածել Սուրբ Պատարագին ամենայն հայոց կաթողիկոսի թեմակալ առաջնորդի անունների զեղչման հակականոնականության մասին։ Սուրբ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի եւ թեմակալ առաջնորդի եպիսկոպոսի անունների հիշատակությունն ունի ծիսական եկեղեցաբանական կանոնական նշանակություն։ Երբ պատարագիչը կամայական կամ դիտավորյալ զեղչում է եպիսկոպոսապետի եւ եպիսկոպոսի անունները, ոչ միայն ընդհանրական եկեղեցում դարերի ընթացքում ամրագրված ծիսական կանոնն է խախտում, այլև աղավաղում է Սուրբ Պատարագի խորհրդի ամբողջական ընկալումը։ Հիշյալ անունների հիշատակումը Սուրբ Պատարագի ժամանակ համախմբված եկեղեցին դարձնում է առաքելական եւ ընդհանրական եկեղեցու մաս։ Պատարագչի կողմից եպիսկոպոսապետի եւ առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ պատարագիչ եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող Սուրբ Պատարագը, քանզի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են։ Իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից, մերժում է եկեղեցու առաջնորդի իշխանությունը։ Եթե տան դուռը բաց չեք թողնում տնից դուրս գալուց, նույն կերպ վարվեք նաև ձեր վիրտուալ տիրույթի ակտիվների հետ։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը խոսել է վերջին շրջանում տեղի ունեցող զեղծարարությունների մասին։ Վիրտուալ տիրույթում եղեք նույնքան զգոն, որքան իրական տիրույթում եք, հորդորել է Կենտրոնական բանկի նախագահը։ Ես չեմ տեսնում նոր դեպքեր, որոնք տենց աճում են կամ նախկին դեպքերի հետ որոշակի զբաղվում ենք ամենօրյա կտրվածքով, բայց բարեբախտաբար նոր դեպքեր չեն լինում։ Արդյոք դա նշանակում է, որ նոր դեպքեր այլևս չեն լինելու, բացարձակ։ Սա աշխարհի մակարդակով ամենալրջագույն խնդիրներից մեկն է ֆինանսական եւ ոչ միայն ֆինանսական համակարգի համար։ Թվային զեղծարարությունները շատ մեծ տարածում ունեն։ Թվային իդենտիֆիկացիայի գողությունները, անձնական դատայի գողությունները, դրանք 21-րդ դարի ամենամեծ խնդիրներից մեկն են հասարակությունների համար ու մենք անմասն չենք դրանից, որովհետև մենք էլ համահունչ աշխարհին քայլում ենք առաջ։ Իսկ դպրոցներում աշակերտներին հորդորում են դասերին ներկայանալ առանց հեռախոսների։ Քաղաքային իշխանության կարծիքով դա շեղում է հիմնական դասապրոցեսից։ Ծրագիրն արդեն կիրառում են մայրաքաղաքի դպրոցներում։ Ավելի քան 143 դպրոցում չկան սմարթֆոններ։ Իսկ ինչպես են կազմակերպում դասապրոցեսի այն հատվածը, որի ժամանակ հեռախոսն անհրաժեշտություն է, ռեպորտաժում։ Աշակերտները մտնում են դասասենյակ, հեռախոսները հանձնում ուսուցչին եւ օգտվում միայն գրքերի մեջ առկա QR կոդերը ակտիվացնելու համար։ Երևանի թվով 143 հանրակրթական դպրոցներում այս կարգավորումը գործում է պաշտոնապես։ Հեռախոսների օգտագործումը սահմանափակելու գործընթացը Երևանի քաղաքապետարանը սկսել է այս տարվա սեպտեմբերից։ Սեպտեմբերի 1-ից մենք ներառել ենք եւ սեպտեմբերի 1-ից այդ մշակույթը ձևավորվել է 8-15 երեխաները սովորողները հանձնում են հեռախոսները դասղեկներին եւ դասերի ավարտին վերցնում տուն գնում։ Այս համակարգը դպրոցների կանոնագրքերում վաղուց է ամրագրված, բայց միայն քաղաքապետարանի հրամանից հետո է սկսել լայնորեն կիրառվել։ Նպատակն աշակերտների շրջանում առաջադիմության եւ ուշադրության բարձրացումն է։ 9-րդ դասարանցի Մերին ասում է, դասարանում դրական փոփոխությունը նկատելի է։ Այս օրենքի շնորհիվ սովորողներով ավելի կենտրոնացած ենք լինում դասերին։ Երեխեքը սկզբի շրջանում իհարկե այդքան էլ կողմ չէին դրան, բայց հետո բոլորով հասկացանք, որ այդ շատ լավ օրենք է ու հաստատ դրանից առաջ ավելի կենտրոնացված չէինք, ինչքան հավաքելուց հետո։ Դպրոցի հոգեբանն ու տնօրենը միաժամանակ պնդում են։ Ծրագիրն օգնել է նաև երեխաների շրջանում հաղորդակցման հմտությունները բարձրացնելու հարցում։ Եթե նախկինում անգամ դպրոցի ներսում աշակերտները միմյանց հետ համացանցով էին շփվում, հիմա մոտենում են ֆիզիկապես հաղորդակցվում։
Հեռախոսի սահմանափակումը նպաստում է նրան, որ երեխաները ավելի սոցիալական շփումը բարելավեն, այսինքն ոչ թե շփվում են համացանցով, այլ խոսքային շփման միջոցով, ինչը բնականաբար հաղորդակցման հմտություններ է զարգացնում, ինչը դպրոցահասակ տարիք երեխայի համար առաջնային է, մանավանդ 5-ից 9-րդ դասարանի, որը դեռահասության տարիքն է, իսկ առաջատար գործունեությունը բնականաբար հասակակիցների հետ հաղորդակցումն է։ Ինչ են անում երեխաները, երբ վատ են զգում ու ծնողին զանգելու անհրաժեշտություն կա։ Համար 154 դպրոցի տնօրենն իրենց փորձով ասում է, ուսուցիչներն անձամբ են կապ հաստատում աշակերտների ծնողների հետ։ Երբ երեխաներն են զանգում ծնողին, ծնողն ավելի շատ է անհանգստանում, քան երբ ուսուցիչն է զանգում, ասում է տնօրենը։ Բջջային հեռախոսն ունի օգտագործման սահմանափակումներ դասապրոցեսին, անհրաժեշտության դեպքում տրվում է, իսկ եթե անհրաժեշտություն է լինում ծնողների հետ կապ հաստատել, դասղեկները իրականացնում են կապը ծնողների հետ։ Ծրագրի խնդրահարույց կողմը երեխաների հեռախոսային կախվածությունն է։ Ցածր դասարաններում իրավիճակն ավելի վերահսկելի է։ Նրանց մոտ անցումային փուլը բարդ չի եղել, ասում է 154 դպրոցի հոգեբանը։ Ավելի բարդ աշխատանք է տարվել բարձր դասարանի աշակերտների հետ, քանի որ ունեն էկրանային կախվածություն։ Հեռախոսային կախվածությունով ունենք երեխաներ, ովքեր կախվածություն ունեն հեռախոսից, էկրանային կախվածություններ, այսինքն միանշանակ, երբ որ հեռախոս չեն բերում դպրոց, այսինքն այդ ժամանակը կրճատվում է հեռախոսից, համացանցից կախվածությունից, միանշանակ հոգեբանական առողջության տեսանկյունից եւ պաշտպանության տեսանկյունից շատ դրական է ազդեցությունը։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետն ասում է, հեռախոսների օգտագործումը սահմանափակելով իրենք հստակ նպատակ ունեն՝ աշակերտներին հասցնել այն մակարդակի, որ նրանք կամավոր կարողանան սահմանափակել հեռախոսի օգտագործումը։ Այսինքն եթե մենք հասնենք այն բանին, որ ունենան երեխաները ֆիզիկապես հեռախոս իրենց մոտ, բայց գանեն գիտակցությանը, որ ուղղակի դրանով չպետք է դասի ժամանակ խաղալ կամ ուշադրություն շեղել, բնականաբար սա կլինի իդեալական արդյունք։ Խաչատրյանի խոսքով իրենք բանակցում են նաև մյուս 8 դպրոցների հետ։ Մինչև տարեվերջ ծրագիրն ամբողջությամբ ներդրված կլինի Երևանի բոլոր 151 հանրակրթական դպրոցներում։ Ոսկու գին արտահայտությունն այսօր ավելի քան արդիական է դարձել։ Վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ոսկու գինն է, որը գնալով թանկանում է։ Գաղտնիք չէ, որ ոսկին եղել է հեշտ իրացվող ակտիվ, մարդիկ նախընտրում էին իրենց խնայողությունները պահել ոսկու տեսքով։ Գլոբալ անորոշությունը, տնտեսական պատերազմները, միջազգային պատժամիջոցները եւ աշխարհաքաղաքական լարվածությունը ներդրողներին ստիպում է ընտրել հենց այս կայուն միջոցը, որի վրա կարող են հենվել ցանկացած ֆորս-մաժորային վիճակում։ Իսկ ինչպես պահպանել եկամուտները ոսկու թանկացման պայմանում, Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժում։ Վատ, շատ վատ, ահավոր, աբսուրդ։ Ածականի գերադրական աստիճանով են նկարագրում մարդիկ ոսկու գնի բարձրացումը։ Վերջին շրջանում ոսկու գինը թանկացել է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային շուկաներում։ Ես հիմա գտնվում եմ Երևանի ոսկու շուկայում։ Փորձենք պարզել ինչպես է ազդել ոսկու գնի թանկացումը գնորդների եւ վաճառողների վրա։ Առաջնահերթ ուզում եմ մի հատ տեղեկացնեմ մեր հասարակությանը, որ ոսկու բարձրացումը դա Հայաստանի հետ կապ չունի, Հայաստանը չի թելադրում, դա միջազգային բիրժայի հետ կապ ունի, գնորդները շատ են քչացել։ Եվ ոչ միայն կես չափով, ես կարող եմ ասել, որ 70-ից 80% գնորդների քանակը շատ է նվազել։ Մարդկանց համար դժվար է գնել, թեկուզ ամանորյա փոքր նվերը արդեն պետքա կրկնակի Մարդիկ էլ ովքեր որ գումար ունեն, իհարկե գնում են։ Հիմնական ձեռքբերումները իրանց գումարի տեսքով չեն պահում։ Հաճախորդներն էլ, որոնք որ գալիս էին մի փոքր նվեր, ասենք հարսանիքի կամ ծննդյան կնունքի առիթներով գնելու, այս տարի միշտ լսում ենք այդ խնդիրը, որ ավելի լավ է գումարը նվերի տեսքով տանք, քան թե ոսկին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ ոսկու թանկացման հիմնական պատճառները 3-ն են։ Առաջինը գլոբալ անորոշությունն է, տնտեսական պատերազմները, միջազգային պատժամիջոցները եւ աշխարհաքաղաքական լարվածությունը ներդրողներին ստիպում են նախընտրել առավել կայուն ակտիվներ, ինչպիսին է ոսկին, ինչի հետևանքով էլ գները բարձրանում են։ Երկրորդ պատճառը, որը նպաստել է ոսկու թանկացմանը,
դա միջազգային պատժամիջոցներն են, որոնք կիրառվեցին եւ կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ։ Ակնհայտ է, որ Արևմուտքը օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական ակտիվները մոտ 200 միլիարդ դոլարի գտնվում են իրենց տրամադրության տակ, փորձում են դրանով նաև ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մասնապես Եվրոպա մոտ 200 միլիարդ դոլարի չափով ակտիվներ է այսպես սառեցրել, հիմա խոսքը գնում է արդեն դրանք այսպես յուրացնելու։ Երրորդ պատճառը ժամանակակից արտադրության մեջ ազնիվ եւ հազվագյուտ մետաղների լայն կիրառումն է, ինչը մեծացնում է ոսկու պահանջարկը։ Եվս մի գործոն կայանում է նրանում, որ ներկայումս ժամանակակից տեխնոլոգիաների մեջ մեծ քանակությամբ ազնիվ մետաղներ կամ հազվագյուտ մետաղներ են օգտագործում եւ դա նույնպես պահանջարկ է ստեղծում ոսկու նկատմամբ։ Պարտիանը ընդգծում է, որ ոսկու գինը որոշվում է բացառապես համաշխարհային շուկայում եւ չի ձևավորվում առանձին երկրների ներսում, այդ թվում Հայաստանում։ Ոսկու թանկացումը ըստ տնտեսագետի զգալի ազդեցություն է թողել նաեւ Հայաստանի տնտեսության վրա, հատկապես ոսկերչության ոլորտում։ Օրինակ ոսկերչական արտադրանքը անցած տարվա համեմատ թանկացել է մոտ 37%-ով։ Սա եւս վկայում է այն բանի մասին, որ օրինակ ոսկու թանկացումը ինչպես է ազդում հայաստանյան մի ճյուղի վրա, եւ դա էլ իր հերթին ազդում է բնականաբար տասնյակ կազմակերպությունների կամ հազարավոր աշխատողների վրա։ Իսկ ինչպես պահպանել եկամուտները նման պայմաններում։ Տնտեսագետի կարծիքով լավագույն լուծումը խնայողությունների դիվերսիֆիկացումն է։ Մենք պետք է հասկանանք, որ բոլոր ձվերը մեկ զամբյուղում չպետք է տնենք։ Եթե ունեք գումար, պետք է այդ գումարները բաշխեք տարբեր ակտիվներում։ Ոսկի, անշարժ գույք, ավանդ, պարտատոմս, թեկուզ բիթքոին կամ այլ թվային ակտիվ կամ կրիպտո ակտիվ, որքան շատ է դիվերսիֆիկացված ձեր ներդրումները, ձեր ակտիվները, այնքան ռիսկը քիչ է, որ դուք կկորցնեք ձեր ունեցածը միանգամից։ Ըստ տնտեսագետի այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է տնտեսական անորոշությունն ու պատժամիջոցների մթնոլորտը։ Ի դեպ, Կենտրոնական բանկի վերջին տվյալներով Հայաստանում 999 հարգի ոսկու 1 գրամի արժեքը 53346 դրամ է, իսկ 585 հարգինը 31118։ Սվետլանա Պետրոսյան, Նոնա Գևորգյան, Սամվել Իսրայելյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Իրանում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել, որի պատճառով 13 մարդ է մահացել։ Սպահան-Թեհրան մայրուղում ավտոբուսը մխրճվել է ցանկապատի մեջ, ապա բախվել թեթև մարդատար մեքենայի եւ շրջվել։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Միլի Մեջլիսի պաշտպանության, անվտանգության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Արզու Նագիևը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագրի ստորագրման նպատակն է ամրապնդել կողմերի միջև պաշտպանության ոլորտում գործակցությունը, իրենց պետությունների անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Նրա խոսքով փաստաթուղթը ծառայում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությանը։ Եվ Միացյալ Նահանգների Բրաունի համալսարանում տեղի ունեցած ողբերգության հեղինակի որոնումները կրկին սկսել են։ Պաշտոնյաները հրապարակել են նոր կասկածյալի լուսանկարները։ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջարկում է $50,000 պարգևատրում նոր անձի ինքնությունը հաստատող տեղեկության համար։ Ուսանողները Էլլա Քուքին եւ Մուհամմադ Ազիզ Ումուրզոկովին սպանել են շաբաթ Ռոդ Այլենդ նահանգի Պրովիդենս քաղաքում գտնվող համալսարանում տեղի ունեցած հարձակման ժամանակ։ Կա 9 վիրավոր։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի ամփոփիչ թողարկումը եթերում կլինի ժամը 21-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնի Թաթյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, հաջողություն։